Կներեք չէի կասի։ Կներեք, ինչ եղավ, ամեն ինչ կարգին է։ Գոհար 27 տարեկան, ամուսնացած չէ։ Ինչ ես ուզում ինձանից։ Տիգրան 31 տարեկան, ամուսնացած չէ։ Ոչ մի բան, ուզում էի մի բան հարցնել, են էլ դուք շատ անհարմար դրության մեջ հայտնվեցիք։ Լավ չես աղջիջան։ Ես։ Ես լավ եմ, ինչի չեմ կարող ասել ձեր մասին։ Լավ մի տառապեք, մինչև ամուսնանալը կանցնի։ Բերիչիկո պատճառով ձեռս վառեցի, մի հատ էլ ձեռ ես առնում ինձ։ Ես ներողություն եմ խնդրում պատճառած վնասիս համար։ Ներված ես։ Հրաշալի է, հիմա կարող եմ հարցս տալ։ Հիմա կարող ես գնալ։ Ինչ ես բերանդ բացել։ Կներեք, չէի ուզում։ Վստահ եք, որ օգնության կարիք չունեք։ Հա, ամեն ինչ նորմալ է։ Մի րոպե էլի հլը։ Որ խնդրեմ չես օգնի նստեմ եմ ստամին։ Հա, իհարկե։ Ախ, մերսի։ Մի րոպե էլի։ Լավ եք։ Հա, նորմալ է ամեն ինչ։ Ապրես։ Ալո։ Հա, ես այգում եմ, բայց արձանը չեմ տեսնում։ Լավ, տեսա գալիս եմ։ Կներեք, ես պետք է գնամ։ Լավ մնացեք։ Դու էլ մի տխրի։ Մերսի։ Տիգրանը որբ էր և ապրում էր որբանոցում, սակայն պատանեկության ժամանակ նա փախչում է որբանոցից և հաստատվում փողոցներում։ Աշխատանքի անցնելու նրա փորձերը հաջողությամբ չէին պսակվում, քանի որ նա չուներ ոչ կրթություն, ոչ էլ ծանոթ։ Անչափ կարիքն ու քաղցը նրան դրդեցին գողության, սակայն նմանօրինակ կյանքը Տիգրանին չէր գոհացնում։ Նա ուներ նպատակ՝ մեկնել Եվրոպա, ինչի համար էլ գումար էր հավաքում։ Վայ։ Սիծոնոտ դեմքը։ Բարև։ Բարև, ուրախ եմ քեզ ողջ առողջ տեսնել։ Հա, մերսի։ Կարող եմ մի հարց տալ։ Արձանը։ Այն կողմում։ Ես արձանի տեղը արդեն գիտեմ։ Ուրիշ հարց եմ ուզում տալ։ Հա, սա լսում եմ։ Պայուսակս ինչու է ձեր ձեռքում։ Ինչ։ Հա,
Անցնում էի, ընկած էր գետին պայուսակդ։ Ես էլ ասի վերցնեմ տամ քեզ։ Ընկած էր։ Բա ինչ ամփույթ եմ դարձել։ Շնորհակալ եմ։ Գտանք պայուսակս։ Հա, ար։ Երեք էլ դրամապանակս եմ կորցրել։ Չկա։ Տեսնես ով է գողացել։ Գողացել։ Ինչու եք կարծում, որ գողացել եմ։ Ես մտածում եի կորցրել եմ։ Այդ էլ է տարբերակ գիտես։ Բայց գողանալն էլ է տարբերակ։ Բայց ես երեք ձեզ հետ եմ հանդիպել ու մի մարդու, բայց Ինչ բայց։ դե ես այդ մարդուն վաղուց եմ ճանաչում, նման բանի ընդունակ չի։ Իսկ ձեզ առաջին անգամ եմ տեսնում։ Երեք էլ իմ մոտից է բան կորել։ Ու ես էլ ձեզ եմ առաջին անգամ տեսել։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Ձեզ մոտից էլ է գումար կորել։ Հա, երեք փող եմ կորցրել ահագին։ Փաստորեն երեք երկուսիս համար էլ վատ օր էր։ Ինչ լավ այդ օրը անցավ։ Դուք գումար եք կորցրել, ես դրամապանակս, երկու անգամ էլ վնասվել եք։ Հա, ձեր ոտքը ո՞նց է։ Հա, ոտս լավ է, շատ լավ է։ Մերսի, դե ես գնացի։ Շտապում եք։ Հա, անհետը ձգելի գործեր ունեմ։ Սենց անցնում էի քեզ տեսած, եկամ այդ տրիվը տասեմ գնամ։ Իսկ չեք ասի ձեր անունը։ Անունս ինչ ես անում։ Դե ինչ պիտի անեմ, ուղղակի հետաքրքիր է։ Արդեն երկու օր իրար ճանաչում ենք, ես ձեր անունը չգիտեմ։ Ես էլ քոնը չգիտեմ, նայած որ քվիդ ենք։ Անունս Գոհար է։ Հաջող, գոհարջան։ Եղավ։ Ինչ տորնակ տղա է, ոնց որ աշխարհից վախեցած լինի։ Տեր Աստված ջան։ Շարից փորձանքից ազատի։ Անուշ։ Ոնց ես տեսնում ես փչանում ես այ տղա։ Աղջիկների դու Ալմատարի հետ բարձ խոսանք։ Դու ինձ հետևում ես։ Ես։ Ինչից վերցրեցիր։ Դե բա որ գնում դեմս ես ելում։ Ինչ անեմ, ճակատագիրը։ Էսի ճակատագիր չի, էսի դատա վճիռը։ Դու անհետաձգելի գործեր չունեիր։ Կունեի։ Այստեղ։ Չէ։ Ասիկա մի բաժակ բան խմեմ գնամ, բայց այն էլ հարամվեց։ Լավ, որ պարտքիտակ չմնամ, հեսա քեզ կհյուրասիրեմ։ Չէ, շնորհակալ ենք, շատ գոհ ենք ձեզանից։ Լավ, մի բաժակ հետս խմի, հետո գնա քո գործերով։ Ես քեզ չեմ պահում։ Շնորհակալ եմ, մերսի։ Լսի, բայց դու շտարունակ տղա ես։ Իմ նման սիրուն աղջիկը քեզ առաջարկում է խմել, դու փախնում ես։ Լսի, կարող քեզ կանայք դուր չեն գալիս։ Անպատասխանատու հայտարարություններ մի արա։ Հակառակ դեպքում ինչ ես փախչում ինձնից։ Ասենք կարող է ես ամուսնացած եմ, մտքովդ հեշտ չի անցել։ Ամուսնացած չես, մատիտ մատանի չկա։ Եվ հետո ամուսնությունը չի խանգարում տղամարդկանց, որ ծանոթանան սիրուն աղջիկների հետ։ Ախպեր, ես ժամանակ չունեմ, հա։ Օրը որես իշնավս ես դու օրը։ Լսի, բայց դու ինչ ծրված ես, արի օգնեմ։ Լավ է, նստի տեղը։ Արես ինչ պատոշ ես դու։ Շատ մերսի կոմպլիմենտի համար, դուք շատ օրիգինալ եք։ Այդտենց կոմպլիմենտ կարամ օրը մեջ քեզ անեմ։ Լավ, արի նորից սկսենք, հա, ես Գոհարն եմ։ Ուրախ եմ, գոհարիկ։ Վերջապես անունդ կասես։ Անդրեյ, ընկերական շրջապատում Անդրյուշ։ Չեմ հավատում։ Դա էլ քո պրոբլեմն է։ Լսի, բայց ինչ չոր ես։ Հիմա էսա, ուզում ես ուզի, չես ուզում մի ուզի։ Լավ, Անդրեյ, ինչ մասնագիտություն ունես։ Ինչ։
Հնեաբան եմ։ Դու։ Ինչու՞ չեմ հավատում։ Աբա որ չես հավատում, էլ ինչ ես հարցնում։ Լավ։ Հիմա աշխատում ես քո մասնագիտությամբ։ Դա բա ինչ եմ անում է։ Ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Հիմա ինչի վրա ես աշխատում։ Արա դե ասեցի էլի հնեաբան եմ։ Այդ հասկացա, բայց հիմա կոնկրետ ինչ գործ ես անում։ Աղջիկ ջան, դու բութ ես։ Ասում եմ հնեաբան եմ։ Ուրեմն հնեաբան եմ։ Հնեաբանը ինչ գործ անում։ Լավ։ Պեղումներ անում ես։ Հա, բա ինչ եմ անում։ Որտեղ։ Օրինակ ինչ արժեքավոր բան ես գտել։ Դե տարբեր էլի։ Լավ, չես ուզում մի ասա։ Իսկ ես չի հետաքրքրում ես ինչով եմ զբաղվում։ Ախպեր, թող ես գնամ, հա։ Արդեն գնում ես։ Հա, լսի, դու վաղը ինչ ես անելու, որտեղ ես ելնելու։ Ինչի, ուզում ես հանդիպել։ Դու չէ այդ ցավը տանեմ, իմանամ որտեղ ես ելնելու, որտեղ չգամ։ Բայց ինչ բռի ես։ Դա հիմա հաջողություն։ Հաջող։